Առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Քասախ Եղվարդ ճանապարհի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է ամբողջությամբ վառված Նիվա Մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էր 30-ամյա տղամարդու մոխրացած մարմինը։ Մարտի 2-ին ժամը 22:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Քասախ բնակավայրից դեպի Եղվարդ տանող դաշտամիջյան հատվածում այրված ավտոմեքենա կա։ Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են, նշված հատվածում հայտնաբերվել է ամբողջովին այրված Նիվա Մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ մոխրացած դիմ։ Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով մոխրակույտի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար թե դժբախտ պատահար պարզվում է։ Ըստ տեղեկությունների իրավապահները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդգես Կ.Ն է։ Մարտի 2-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրի քաղաքի գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, հայտնաբերվել եւ առգրավել է 24.5 կիլոգրամ մարիխուանա, կես կիլոգրամ հերոին եւ 5 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 63-ամյա բնակիչը Սոս Մանուկյան եւ Ալավերդյան փողոցների երկու հասցեներում առանց համապատասխան թույլտվության եւ լիցենզավորման զբաղվում է տրանսպորտային միջոցների շարժիչի յուղերի եւ դիզվառելիքի վաճառքով։ Տեղեկությունները ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցեներ։ Սոս Մանուկյան փողոցում գտնվող ավտոտնակի եւ բակի ակնհայտ տեսանելի հատվածներում կային 800 լիտրից ավելի շարժիչի յուղով պլաստմասե տարաներ եւ վաճառքի համար նախատեսված սարքավորումներ, իսկ Ալավերդյան փողոցի ավտոտնակում գտնվող տարաների մեջ 2600 լիտրից ավելի տրանսպորտային միջոցների շարժիչի յուղ, 130 լիտր դիզվառելիք եւ դրանց վաճառքի համար նախատեսված սարքավորումներ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռաֆիկ Ս.-ն իր վարած ՎԱԶ 21703 Մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի ձորախբյուր ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին ու հողաթմբերին եւ գլխիվայր տնկված հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող Բետոնե Էլեկտրասյան մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների պատճառը եղել են փոսերը։